Մենք շատ հաճախ շփոթում ենք հնազանդություն եզրը ենթարկվել եզրի հետ։ Երբևիցե Աստվածաշունչը չի ասում ենթարկվիր ծնողին։ Ընդհակառակը Պողոս առաքյալը իր թղթերից մեկի մեջ, Եփեսացիներին ուղղված նամակի մեջ, երբ որ խոսում է, որ պիտի զավակը հնազանդվի իր ծնողին, նախադասության շարունակության մեջ ասում է շատ հետաքրքիր մի բան, ասում է ծնողներ մի բարկացրեք ձեր զավակներին։ Երկրորդ մասը չեք իմացել։ Ուրեմն այստեղ Աստվածաշունչը խոսում է ներդաշնակ հարաբերության մասին, փոխադարձ հարաբերության մասին, առողջ հարաբերության մասին եւ երբևիցե որևէ ընդունելի մոտեցում, փիլիսոփայություն կլինի նամանավանդ քրիստոնեություն երբևիցե այս քննադատական առողջ քննադատական մոտեցումը երբևիցե չի մերժել։ Բնականաբար ծնողներին պիտի դու էլ խորհուրդ տաս, դու էլ խրատ տաս, փոխադարձ պիտի լինի, դա պիտի հիմնված լինի սիրո վրա։ Քրիստոնեությունը սեր է։ Դա կա, երկու ստեղ պիտի լինի։ 21-րդ դարն է, մոտեցումները տարբեր են, մեզնից յուրաքանչյուրն էլ անպայման մի օր հաստատ գլուխ է բարձրացնում, ծնողին քննադատում է, կարծում է, որ այ ճիշտ կլիներ այսպես վարվել, այսպես ասած հնազանդ հեզը զավակները շատ չեն, մենք ինքներս էլ ծնող ենք եւ տեսնում ենք, որ սերունդն էլ այնպես է, որ քննադատական մտածողություն ունի ու մի տեսակ այս առումով բավականին հեռու ենք ձեր նշած պատվիրաններից, չգիտեմ, իմ շուրջը ամեն դեպքում ես սա եմ տեսնում, անհնազանդների մեջ եմ գուցե, չգիտեմ, բայց ամեն դեպքում այս հակասությունը ոնց լուծենք, եթե այդպեսին դուք էլ տեսնում եք, որ կա։ Այդ հակասությունը եթե կա, իհարկե մենք ապրում ենք հասարակության մեջ եւ տեսնում ենք ինչ որ ոչ ընդունելի երևույթներ, բայց այստեղ խնդիրը ըստիս գիտեք որն է, որ կարծեք թե նման է այր եւ կին հարաբերությանը, երբ որ ասում ենք կինը պիտի հնազանդ լինի, ոչ թե ենթակա, ոչ թե ստրուկ, այս հեզության խորհուրդն է, մյուս կողմից էլ տղամարդը պիտի տեր կանգնի, խնամք տանի։ Միակողմանի, երբ որ հարաբերությունը արդեն սկսվում է խարսխվել միակողմանի մոտեցման վրա, հարաբերությունը ուշ թե շուտ ավերվում է։ Շատ ճիշտ բան եք ասում։ Խնամքին անդրադառնալով ինչ որ մի պահից մեր ծնողները մեր խնամքի կարիքն են զգում ավելի խորը տարիքում, ավելի մեծահասակ ժամանակ, այս առումով տեսնում ենք, որ հասարակության մեջ երբեմն պատահում է, որ զավակները հրաժարվում են ծնողական պարտականությունը կատարել, երբեմն արտերկրում են օբյեկտիվ պայմաններով, այս մասով լուծումները որտեղ եք տեսնում, ամեն դեպքում մարդը պիտի ունենա այդ պարտավորությունը մինչև կյանքի վերջ իր ծնողին հասցնելու մինչև վերջը։ Շատ հետաքրքիր մոտեցում ունի մեր եկեղեցու ծիսակարգը։ Ես խոսեմ երկու ծիսակարգերի մասին։ Առաջինը պսակի խորհուրդն է, որտեղ աղոթքներից մեկի մեջ քահանան մատնանշելով պսակվող աղջկան եւ տղային ասում է թող տեսնեն իրենց որդիներին։ Այսինքն ի սկզբանե նախանշվում է, որ պիտի իրենք ունենան ընտանիք եւ այդ ընտանիքը պիտի լինի առողջ, ավանդական եւ մինչեւ խոր ծերություն պիտի ապրեն միասին։ Երկրորդ ծիսակարգը վերջին հաղորդություն տալու վերջին թոշակ է կոչվում, այդ ծիսակարգն է կարելի ասել խորհուրդ, ճիշտ է մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկը չէ, բայց այնտեղ սուրբ հաղորդություն է տրվում նրան, ով արդեն իր կյանքի մայրամուտին է, ուրեմն խորհուրդ է։ Այստեղ հետևյալ ցուցումն է տալիս Մաշտոց Ծիսամատյանը գիրքը, ասում է, որ մեծահասակը արդեն մահվան մահճում գտնվելիս կանչում է իր մոտ իր ընտանիքի անդամներին եւ իր օրհնությունն է տալիս, կտակն են բացում եւ այդպես ննջում է սուրբ հաղորդություն ստանալուց հետո ննջում է։ Ուրեմն եկեղեցին վաղուց ի վեր ամրագրել է այս ծնողների նկատմամբ վերաբերմունքը։ Բայց ցավոք սրտի դուք ճիշտ ասացիք, հիմա շատ պարագաներ կան մեր շրջապատում, շատերը օբյեկտիվ, սուբյեկտիվ չենք դատում, գտնվում են արտերկրում եւ մենք մեր շրջապատում տեսնում ենք, որ շատ ծնողներ միայնակ են։ Երբեմն շատ անուշ այսպես արարքներ են անում նաեւ մեր ծնողները, եղել է դեպք, որ մեզ քահանաներից պատարագից հետո անպայման հրավիրել են իրենց տուն եւ ասել են, խնդրում եմ,
մեզանից տարիքով մեր տատիկ պապիկների տարիքին ասել են խնդրում եմ այս քաղցրը կեր, խնդրում եմ այս իմ ձեռքով պատրաստած պատառը ճաշակիր, ես համարեմ որ իմ տղան է կերել։ Եվ ուրախանում ես եւ ավելի շատ տխրում ես։ Սա կա մեր զավակները, մեր տարեցների զավակները, ովքեր արտերկրում են գտնվում, ամեն ինչ անում են բնականաբար, նույնիսկ ուզում են որ իրենց ծնողները գնան իրենց մոտ ապրեն, բայց չեն կարողանում, որտեղ մարդիկ այդտեղ ծնվել են, մեծացել են։ Ինձ համար մի երազանք է դա, որ ի վերջո բոլորը վերադառնան եւ այդ Ծիսա Մատյանի մեջ ամրագրված այդ օրհնությունը իրողություն դառնա, որ չմտածեն ինչ է անում հիմա իմ ծնողը, որտեղ քնեց, որտեղ արթնացավ եւ երկուստեք ծնողն էլ չմտածի, որովհետեւ կարողանան խնամք տանեն, ապրեն ուղակի իրար հետ։ Մեկը մյուսին խնամք տանեն։ Կան նաև ցավոք սրտի վատ երևույթներ, երբ զավակները այստեղ են եւ ծնողները նորից խնամքի կարիք ունեն, բայց այդ խնամքը չեն ստանում։ Գիտեք, անհատական է, ամեն ինչ անհատական է, եկեղեցին հիմնված է չդատելու սկզբունքի վրա։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել առանձնակի զրույցներով, այցելություններով, ամենակարևորը մեր աղոթքով, որ այդ ամեն ինչը հարթ լինի, ճիշտ մեր Աստծու ուզածով լինի առաջին հերթին։ Հետո այդ առողջ մթնոլորտում ապրեն մեր ընտանիքները։ Ինչ է Աստվածաշունչն ասում ավագ սերնդի մասին, տարեցների համար, եթե կարելի է այսպես ասել, ինչ կարգավորումներ կան, ինչ ուղղորդումներ կան։ Շնորհակալ եմ հարցերի համար եւ շատ կարեւոր է մեզ համար, հայ առաքելական եկեղեցու համար, ընդհանրապես քրիստոնյա աշխարհի եւ քրիստոնյա մարդու համար այս թեման շատ կարեւոր է։ Ինչ է ասում Աստվածաշունչը այս թեմայով։ Ուրեմն շատ հետաքրքիր մի բան կա։ Մենք բոլորս գիտենք տասնաբանյա պատվիրանների մասին, որ առաջին այսպես սուր, շատ կարևոր պատվիրաններ են մարդու կյանքը կազմակերպելու համար։ Առաջին պատվիրանները վերաբերում են Աստծուն, երկնքին։ Եվ պատվիրանը, որ հաջորդում է Աստծուն վերաբերող պատվիրանին, տեսեք առաջին պատվիրանը որն է։ Ես եմ քո Տեր Աստվածը, շաբաթ օրը սուրբ պահիր եւ այլն, այսինքն ամեն ինչը վերաբերում է երկնքին, դրան անմիջապես հաջորդում է հետեւյալ պատվիրանը. պատվիր հորն ու մորդ։ Եթե մենք մեր բանաստեղծներին, մեր հայ գրողներին եւ առհասարակ մտածող մարդկանց ուղղությանը նայենք, հետևենք, շատերը բանաստեղծորեն ասում են, որ մեր ծնողները, մեծերը, մեր պահապաններն են, նույնիսկ չափազանցնում են, երբեմն ասում են, մեր Աստվածն են երկրի վրա, ինչի համար են դա ասում, հիմք ունի, խորք ունի, որովհետև եթե Աստված մեզ ստեղծել է բոլորիս, մեզ էլ բոլորիս ստեղծել են այսպես, մեր ծնողները, մեր հայրերն ու մայրերը։ Այսպես, ուրեմն Աստվածաշնչով արդեն իսկ, եթե կարելի այդպես ասել, ամրագրված է այս կարևոր մոտեցումը մեծերի նկատմամբ, տարեցների նկատմամբ։ Ճիշտ է, տարեց ասված ինձ համար մի քիչ հարաբերական է, որովհետև երբ որ մենք շփվում ենք Փառք Աստծու շատ տարեցներ ունենք մեր եկեղեցիներում, իրենք հոգով, սրտով, մտքով այնպես երիտասարդ են ու ոգեշնչող, որ երբեմն համանչում ես իրենց ասել, ուրեմն տարեց մեծ Փառք Աստծու, որ մենք շփում ենք իրենց հետ եւ Փառք Աստծու, որ մենք քրիստոնյա ենք ու հետևում ենք այս պատվիրանին։ Ամեն դեպքում փորձում ենք հետևել, ամեն ինչ անում ենք, որ պատվենք մեր ծնողներին։ Իսկ նոր կտակարանում արդեն երբ որ կարդում ենք Պողոս առաքյալ օրինակ, իր թղթերի մեջ շեշտում է հնազանդությունը։ Հնազանդությունը ծնողի, ավակների նկատմամբ։ Ուրեմն սեր եւ հնազանդություն։ Սա կարմիր գիծն է, սա այդ կարմիր թելն է, որ ամբողջ սուրբ գրքով գնում է եւ եկեղեցին էլ իր մտածելակերպը այսպես խարսխում է սուրբ գրքի վրա հիմնավորապես։ Դեր փառան, որ ասում ենք հնազանդություն, 21-րդ դարն է, մոտոցները տարբեր են, մեզ յուրաքանչյուրն էլ անպայման մի օր հաստատ գլուխ է բարձրացնում, ծնողին քննադատում է, կարծում է, որ այ ճիշտ կլիներ այսպես վարվել, այսպես ասած հնազանդ հեզը զավակները շատ չեն, մենք ինքներս էլ ծնող ենք եւ տեսնում ենք, որ սերունդն էլ այնպես է, որ քննադատական մտածողություն ունի ու մի տեսակ
այս առումով բավականին հեռու ենք ձեր նշած պատվիրաններից, չգիտեմ, իմ շուրջ ամեն դեպքում ես սա եմ տեսնում, անհնազանդների մեջ եմ գուցե, չգիտեմ, բայց ամեն դեպքում այս հակասությունը ոնց լուծենք, եթե այդպեսին դուք էլ տեսնում եք, որ կա։ Այդ հակասությունը եթե կա, իհարկե մենք ապրում ենք հասարակության մեջ եւ տեսնում ենք ինչ որ ոչ ընդունելի երևույթներ, բայց այստեղ խնդիրը ըստ իս գիտեք որն է, որ մենք շատ հաճախ շփոթում ենք հնազանդություն եզրը ենթարկվել եզրի հետ։ Երբևիցե Աստվածաշունչը չի ասում ենթարկվիր ծնողին։ Ընդհակառակը Պողոս առաքյալը իր թղթերից մեկի մեջ, Եփեսացիներին ուղղված նամակի մեջ, երբ որ խոսում է, որ պիտի զավակը հնազանդվի իր ծնողին, նախադասության շարունակության մեջ ասում է շատ հետաքրքիր մի բան, ասում է ծնողներ մի բարկացրեք ձեր զավակներին։ Երկրորդ մասը չեք իմացել։ Ուրեմն այստեղ Աստվածաշունչը խոսում է ներդաշնակ հարաբերության մասին։